Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք Նյուզը շարունակում է իր եթերը։ Այսօր մեր տաղավարում հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հետ խոսելու ենք մայիսյան եռատոնի, դրա խորհրդի, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացման քաղաքականության եւ դրան հաջորդող սպառնալիքների մասին։ Պարոն Ավանեսով, նախ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Եկեք խոսենք եռատոնի խորհրդի մասին։ Խորհրդանշական ինչ արժեք ունի եռատոնը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ասեք, ներկայ իրողությունների պայմաններում եռատոնի մասին խոսելը առավել արդիական է դառնում։ Հատկապես այն հանգամանքից ելնելով, որ այսօր ժամանակավորապես պետք է նշենք Արցախը օկուպացված է, արցախցիները բռնի տեղահանվել են իրենց կենսատարածքից, առավել կարևոր է դառնում խոսել եռատոնի մասին։ Եռատոնը դա մեր պատմության անբաժանելի եւ ամենակարևոր էջերից մեկն է համարում։ Ի շնորհիվ հատկապես Արցախյան պատերազմի Շուշիի ազատագրմանը մենք ունեցանք պետականություն, վերականգնեցինք մեր պետականությունը, հայկական իդեմս եւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների։ Եվ պետք է նշենք, որ Արցախյան պատերազմի ոգու վրա նաև որոշակի ազդեցություն է ունեցել հայրենական մեծ պատերազմում մեր պապերի ունեցած սխրանքները, մեր հերոսների կենսագրությունը, գործունեությունը եւ պատահական չէ, որ մայիսին հենց կոչվում է եռատոն, մի կողմից մենք նշում ենք ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, մյուս կողմից Բերդաքաղաք Շուշիի ազատագրումը եւ ամենակարևորը հայկական Արցախյան բանակի ձևավորումը որպես որ բայց պետք է նշենք, որ բանակի ձևավորման գործընթացը պատերազմի ամբողջ ընթացքում էլ է տեղի ունեցել եւ մինչ Արցախի այդ օկուպացիան որոշակի ձևափոխումներով այդ գործընթացը շարունակվում էր։ Հայկական բանակի Արցախյան հիմքը եղել է ֆիդայական կամավորական անջոկատները, որ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան եւ այն վարագությունները, որ ադրբեջանցիները անում էին հարձակվելով տարբեր գյուղերի վրա, մարդկանց հարևանգելով եւ սպանելով, նպատակը գտան, որ պետք է պաշտպանել եւ պաշտպանության միջոցներից մեկը ջոկատների ձևավորումն է։ Իհարկե որոշակի շրջաններում ջոկատների ձևավորումը քողարկված էր անում եւ այլ անվան գործողությունների անվան տակ էր արվում, բայց նպատակը մեկն է պաշտպանելու։ Եվ պետք է նշենք, որ ինչպես հայերենական պատերազմը եղավ ֆաշիզմի դեմ պայքար, Արցախյան պատերազմը դրա տրամաբանական շարունակությունն է։ Եվ մինչ օրս էլ մենք գործ ունենք ֆաշիզմի հետ, իդեմս Ադրբեջանի։ Եվ չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի այսպես կոչված արեստատին պետության հիմնադիրներից ոմանք, հատկապես Ռասուլ Զադեն, ինքը նացիստական Գերմանիայի հետ ակտիվորեն համագործակցել է տարբեր ժամանակահատվածներում եւ դա իր գործելավոճը, իր սկզբունքները, այսպես ասած, իր հրատարակած գրքերը եւ ձևակերպումները մինչ օրս օգտագործում է, հատկապես Իլհամ Ալիևը իր գիծն է շարունակում։ Իսկ ինչպես է գնահատում պետական եւ հասարակական վերաբերմունքը եռատոնի հիշատակին, հատկապես վերջին հետ պատերազմական շրջանում։ Ասեք, անկախ ամեն ինչից, որ Շուշին օկուպացված է, այնուհետև 23 թվականի այդ ֆաշիստական Ադրբեջանի հարձակումների եւ ագրեսիայի հետևանքով մենք կորցրեցինք ժամանակավորապես Արցախը, եռատոնի եւ ոչ միայն եռատոնի ցանկացած մեր հաղթանակների մասին խոսելը դառնում է առավել արդիական։ Հատկապես այն, որ Ադրբեջանի նպատակը նաև այդ հաղթանակի խորհրդանիշերի դեմ պայքարն է, տարբեր ձևաչափերով, տեղեկատվական քարոզչականից մինչև այդ խորհրդանիշերի ֆիզիկական ոչնչացումը։ Մենք եռատոնի մասին, ընդհանրապես հաղթանակի խորհրդանիշի մասին մենք պետք է խոսենք ոչ միայն այն օրը, երբ որ հերթական տարեդարձերն են մոտենում, կլինի Շուշին, կլինի Քարինտակ, կլինի մեկ այլ բնակավայրի հերոսամարտ,
մենք դրա մասին անընդհատ պետք է խոսենք, որպեսզի մեր սերունդը մեծանա հաղթանակի ոգով եւ այն նպատակները, որ որոշ ուժեր փորձում են այդ պարտողականությունը ամրապնդել հատկապես երիտասարդության մեջ, որևէ արդյունք չտա։ Մեր սերնդին մենք պետք է այդ ոգով դաստիարակենք, թե ինչպես հնարավոր եղավ սուղ միջոցներով ազատագրել Շուշին, այնուհետև պաշտպանել այն, իրականացնել այս կամ այն ռազմական գործողությունները բնակավայրերը ազատագրելով վերստին ադրբեջանցի զավթիչներից։ Եվ սա առավել հրամայական է այս իրավիճակում, երբ որ մի կողմից ունենք բռնազավթված Արցախ, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերի որոշակի հատվածներ օկուպացված են, ապօրինի կերպով գտնում է ադրբեջանական, այսպես ասած, զինված ուժերը, եւ այս տեսանկյունից էլ եւս պետք է մենք խոսենք ցույց տալու, որ մենք պետք է ամուր ոգի ունենանք եւ որպեսզի հետագայում մենք կարողանանք վերստին վերաազատագրել մեր հայրենիքը, քանի որ առանց վերաազատագրված Արցախի ոչ միայն հայկական պետականությունը լիարժեք չի կարող գոյատևել, այլ առանց Արցախի հայկական նախկին մինչև 2020 թվականի իրողություններով, սահմաններով Արցախ ունենալու տարածաշրջանի ամբողջ ռազմական եւ անվտանգային ճարտարապետությունն է հարվածի տակ։ Եվ պետք է հաշվի առնենք այն ինչ տեղի ունենում Մերձավոր Արևելքում, վերջին սրացումները Հնդկաստան, Պակիստան։ Կարծես թե մեզանից տարբեր աշխարհագրական առումով հեռավորություններ ունեն, չէ՞, բայց այս ամեն ինչը իր փոխազդեցությունը ունի։ Եվ պետք է նշենք, որ այդ շղթայական պատերազմները, այդ շղթայական ահաբեկչական ցեղասպանական գործողությունները ավելի մեծ թափ ստացան, նախ երբ որ Դերձորում հայոց ցեղասպանությունը թիշատակի հետ մասունքարանը պայթեցվեց, այնուհետև Արցախի դեմ իրականացված պատերազմով եւ Արցախի բռնազավթումով։ Այս ամենը իրար հետ փոխկապակցված են եւ մենք խոսելով հաղթանակի մասին, մենք ոչ միայն հիշում ենք մեր անցյալը, այլ դա թույլ կտա մեզ կայուն նորմալ ապագա կառուցել, ոչ թե այն ապագան, ինչը շահարկվում է տարբեր նպատակներով, առանց անցյալը իմանալու, առանց անցյալի անցյալի սխալներից դասեր քաղալու, առանց խարսվելու այդ անցյալի պատմության ու հատկապես հերոսական էջերի վրա, դու ապագա չես կարող կառուցել։ Անցյալը դա մեր արմատներն են։ Եթե դու կտրում ես քո արմատները, ոնց ծառը չորանում է, չէ, առանց արմատի, նույնն էլ մարդ ինքը առանց արմատի, ազգը առանց իր արմատի իրավունքի չի կարող գոյատևել։ Եկեք խոսենք Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախում հուշարձանների ոչնչացման քաղաքականության մասին, կմատնանշեք մոտավորապես ինչ հուշարձաններ են քանդվել Արցախում վերջին տարիներին։ Ասենք Ադրբեջան այս արհեստացին կազմավորումը ձևավորումից ի վեր ինքը ձևավորվել է հենց ցեղասպան քաղաքականության հենքի վրա, տարածաշրջանի ժողովուրդների պատմությունը յուրացնելով, նրա մշակութային ժառանգությունը ոչնչացնելով։ Եվ մշտապես ադրբեջանցիների այսպես կոչված թիրախը հատկապես եղել են հաղթանակի խորհրդանիշները։ Եվ սա գալիս էր դեռ խորհրդային ժամանակահատվածում։ Բանանց գյուղի հայերենական պատերազմի նվիրված հուշարձանը խորհրդային ժամանակահատվածում է ոչնչացվել։ Մեր հերոս մարշալների Հարենի գյուղ Չարդախլուին, որտեղ որ տուն թանգարաններ ունեին, խորհրդային տարիներին թեյարանի է վերածվել։ Կա ավանդապատում, դա տարբեր մարդկանցից եմ լսել, նաև տարբեր աղբյուրներում եմ կարդացել, որ Չարդախլու գյուղի մուտքի մոտ երկու հսկա բարդիներ կային, որը խորհրդանշում էին գյուղի երկու մարշալները եւ
ցակումով չարդախլություններն էին պատմում, որ իրենք դա խորհրդանշել են որպես երկու մարշալների նույն խորհրդային տարիներին այդ երկու ծառերը եւս կտրել են 90-ական թվականի Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ դարձյալ այդ պատերազմի հիշատակին նվիրված հուշահամալիրները հայտնվում են Թիրախում 90-ական թվականներին հենց Հադրութի շրջանի Առաքել գյուղի հուշարձանը պայթեցրել են մի շարք բնակավայրերում վերաազատագրելուց հետո մեր զինվորականները նկատել են, որ այդ հուշարձանների վրա հրացանի եւ այլ զինատեսակների կրակահերթերի տեղեր կային այս ամենը շարունակվեց եւ Նախիջևանի այդ խաչքարերի ոչնչացումը նույն քաղաքականության տիրույթում է եւ մեծ թափ ստացավ հատկապես 2020 թվականի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում հոկտեմբերի 8-ին նույն օրը երկու անգամ թիրախավորվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Շուշիի տարբեր այլ մշակութային օջախներ հաստատություններ թիրախավորվեցին անգամ Շուշիում գտնող մոսկիտները եւ հոկտեմբերին եւ նոյեմբերին եւ այնուհետեւ առաջին այդ պատերազմից հարաբերական ավարտից հետո դադարից հետո սառեցումից հետո այսպես ասենք այն բնակավայրերը որտեղ որ անցավ ադրբեջանական օկուպացիայի տակ բռնազավթեցին սկսեցին մեծ թափով իրականացնել մշակութային ցեղասպանություն տասնյակ հուշարձաններ ոչնչացրեցին իսկ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո այդ ծավալը ավելի է մեծանում եւ պետք է նշենք մի շատ կարեւոր հանգամանք եւ որ ամբողջական բռնազավթումից հետո մշակութային ժառանգության ոչնչացման զուգահեռ սկսեցին ոչնչացնել բնակելի թաղամասերը նախկինում էին ոչնչացում բայց դրան գումարվեց ամբողջական բնակավայրերի ոչնչացումը եւ ավելին այս ամենը համակարգվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իդեմս Իլհամ Ալիևի դեռևս Հադրութի շրջանի Ծակուրի գյուղ ապօրինի այցի ժամանակ Ալիևը հրահանգեց հայկական եկեղեցիների արձանագրությունները մաքրել այնուհետև տարբեր հարթակներով հայտարարեցին որ այն ինչ կառուցվել է հատկապես 90-ական թվականներից մինչև 23 թվականը հիմնովին ոչնչացվելու է եւ ընդհանրապես կապ չունի խոսքի ինչի մասին է եկեղեցիների, հուշարձանների, հուշահամալիրների եւ թե ինչ խորհուրդն են եւ այդ ժամանակահատվածում առաջնային թիրախ հանդիսացան մեր գերեզմանոցները պատմական հաղթանակի խորհրդանիշները եւ հատկապես այն եկեղեցիները, որ 90-ականներից հետո են կառուցում։ Բերձորի Սուրբ Ամբարձման եկեղեցին սկզբում ցանկանում էին մոսկիթի վերածել, նախագիծ էին հրապարակել։ Այնուհետև իբր ինչ-որ վերականգնողական կամ ինչ-որ աշխատանքներ էին ուզում տանել շինարարական կոնստրուկցիայով պատից, այնուհետև ոչնչացրեցին։ Հենց մոսկիթը Բերձորում, որ կառուցվում է եկեղեցու հարակից տարածքում։ Մոսկիթի տարածքում եղել է ցեղասպանության 101-ին նվիրված պուրակ։ Հիմա Վոտանգիտակա Աղավնոյի եկեղեցին, որի ճակատագիրը հայտնի չի։ 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս ամբողջովին ոչնչացվել է բազմաթիվ եկեղեցիներ։ Սուրբ Ամբարձման եկեղեցի Բերձոր, Տանձատափի եկեղեցին, Կանանց ժամը Հովհաննես Մկրտիչ, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին։ Եվ ցավոք սրտի այս ցանկը երկարում են։ Բացվել են բազմաթիվ այլ եկեղեցիներ եւ կեղծ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում։ Միայն 30-ից ավել վանդալիզմի դեպք արձանագրվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նկատմամբ։
կանաչ ժամը Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը մի արանքում պայթեցրեցին գմբեթ, այն հետո պատեցին շինարարական կոնստրուկցիաներով, իր հովատունը դարձրեցին սրճարան, այն հետո ոչնչացրեցին, բայց դրանով կանաչ ժամի հետ կապված ադրբեջանական քաղաքականությունը չավարտեց։ Այժմ Ադրբեջանը պետական մակարդակով հրապարակել է մի լուսանկար գմբեթ պայթեցված վիճակում, որը հրապարակված է մշակույթի այսպես կոչված նախարարության պատկանող կայքեջում Ադրբեջանի, ներկայացված որպես օրիորդացվանք։ Բազմաթիվ եկեղեցիներ, մի մասը որպես աղվանական է ներկայացնում, մի մասը որպես ուղղափառ է ներկայացնում, բայց դա չի խանգարում իրենց նկատմամբ ոտնձգությունը իրականացնելու։ Կանաչ ժամը, որ ոչնչացրեցին, որպես ուղղափառ է ներկայացնում, այնուհետև որպես աղվանական, բայց հիմա գոյություն չունի։ Նույնը ձևախեղված է ամբողջապես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Եվ այս շարքը մենք կարող ենք շարունակել։ Եվ դրան զուգահեռ պատմական գերեզմանոցները, հատկապես շինարարական աշխատանքների պատրվակի տակ հիմնովին կամ մասնակի ոչնչացվեցին։ Շուշիի պատմական գերեզմանոցների հիմնական մասը ոչնչացված է, շատ չնչին տոկոսն է մնացել, եթե իհարկե մնացել է։ Սխնաղ գյուղի գերեզմանոցը ոչնչացված է։ Տասնյակ այլ բնակավայրերում ևս արձանագրվեց նման դեպքեր, վերջերս հրապարակվեց դրա մասին։ Այս ամենին զուգահեռ թիրախավորեցին հաղթանակի խորհրդանիշները։ Հադրութի շրջանի Հակակու գյուղի Արցախյան պատերազմի զոհերի հետ Պանթեոնը պղծվեց, ընդ որում կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Նույն պղծվեց Հաթեր գյուղի Արցախյան պատերազմի նվիրված համալիրը, նույն Հաթեր գյուղում գտնվող հայանական պատերազմի հուշարձանը հիմնովին քանդեցին։ Հադրութի շրջանի Առաքել գյուղում Արցախյան պատերազմի նվիրված խաչքարը քանդեցին։ Տասնյակ անգամ դեպքեր տարբեր այլ բնակավայրերում ևս մենք արձանագրեցինք։ Քարին տակում նույնպես մինչև գյուղը ավիրեցին հուշահամալիրը, Ազոխում։ Եվ այս հուշահամալիրների տարածքում մի շարք այլ խորհրդանշական բաներ կային, մեզ համար անչափ կարևոր, զուտ հայանական պատերազմի հուշահամալիրներ չէին։ Ազոխի պարագայում այնտեղ Արցախյան պատերազմի հուշարձան կար, ցեղասպանության նվիրված հուշարձան կար։ Ադրբեջանի նպատակը հաղթանակի հիշողության լիակատար ոչնչացումն է, որ ամբողջովին ոչնչացնեն հայկական հետքը։ Բազմաթիվ դեպքեր արձանագրվեց պղծման Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, վերջին միջադեպը տարածիորեն մի քանի օր առաջ մենք նկատեցինք։ Բերձորի парքի հուշահամալիրը հողին հավասարեցրեցին։ Ցանկը այնքան շատ է, որ չես կարող մի հաղորդման ընթացքում, հարցազրույցի ընթացքում բոլորին անդրադառնալ, եթարից ավել վանդալիզմի դեպքին մասին է խոսում։ Շուշիում ցեղասպանության, հայերենական պատերազմի եւ Արցախյան պատերազմի համալիրները ոչնչացրեցին։ Սան զուգահեռ մեծ ծավալ հասավ ամբողջական բնակավայրերի ոչնչացումը։ Եթե բնակելի թաղամասեր ոչնչացնում էին նաև 20 թվականի օկուպացված տարածքներում, ապա հիմա մենք արձանագրում ենք ամբողջական բնակավայրերի ոչնչացում, ամբողջական կամ մասնակի։ Քարին տակը ավիրված է ամբողջությամբ, կանգուն է միայն եկեղեցին, որը մի քանի անգամ վանդալիզմի է ենթարկվել։ Մայրամաձորը Հադրութի շրջանի, Թաղուտը, Մոխրենեսը, Շուշիի շրջանի Լիսագորը, Առաքել գյուղը եւ այլն, այսինքն տասնյակից ավել գյուղեր ամբողջական կամ մասնակի ոչնչացվեցին։ Եվ նաեւ ինչա տեղի ունենում,
Ոչնչացված պատմաճարտարապետական հուշարձանների տարածքում տարբեր շինություններ են հայտնվում։ Մի տեղում, որ թունելներ, ճանապարհաշինարական ենթակառուցվածքներ, հատկապես սեղնախի գերեզմանների բանի հատվածում, մի այլ պարագայում այլ ենթակառուցվածքներ, Շուշիի նոր կառուցվող, այսպես ասած, հաղթանակի պուրակացված դրոշի կամ ինչ թանգարան են ուզում այնտեղ կառուցել եւ նաեւ այլ պուրակներ կառուցվում են նաեւ այն համալիրի տարածքում, որը ոչնչացվել է։ Արցախյան պատերազմ, հայերենական պատերազմ, ցեղասպանություն, Հադրութի կառուցվող մզկիթը եւս պատմաճարտարապետական հուշարձանների վայրում է կառուցվում։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանը Արցախի իսլամացման քաղաքականություն է վարում, հատկապես մզկիթներ կառուցելով այնտեղ, որտեղ չկար երբևէ, Ստեփանակերտում, Քարինտակում, Բերձորում, Հադրութում, այս բնակավայրերում մզկիթներ երբևէ չեն եղել։ Ընդ որում մզկիթները կառուցում են ավիրելով պատմաճարտարապետական հուշարձաններ, բնակելի թաղամասեր։ Միայն այսպես կոչված հաղթանակի պուրակի եւ մզկիթի կառուցման համար Ստեփանակերտում ոչնչացվել է, հողին է հավասարեցվել 6 պատմական թաղամաս։ Այս ծավալները մի բանի մասին են խոսում։ Մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Եվ եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ոչնչացված գերեզմանատան գտնվող ամեն մի տապանակար յուրահատուկ արժեք ունի, ոչ միայն հիշողություն, այլ նաև պատմական արժեքավոր տեղեկություն է պարունակում եւ մեր ինքնության կոդի մի բաղադրիչ է, ապա ոչնչացված մշակութային արժեքների իրական քանակը ավելի մեծ է։ Ուղղակի երբ որ մենք ասում ենք 700 վանդալիզմի դեպք է արձանագրվել, դա ընդհանրական վերագրում ենք պատմաճարտարապետական ընդհանուր լանդշաֆտին։ Եվ այս ամենը արվում է միջազգային կազմակերպությունների եւ միջազգային հանրության աչքի առջև։ Իրենք միայն բավարարում են արարողակարգային հայտարարություններով եւ բանաձևեր ընդունելով, որոնք պատժամիջոցների մեխանիզմներ չեն ներառում եւ Ադրբեջանի դեմ որևէ հստակ պատժամիջոց չի կիրառում զսպելու այս ամեն ինչը։ Այս ամենին նպաստում են նաեւ տարբեր պատվիրակությունների ապօրինի այցերը Արցախ, ամեն մի պատվիրակության այց Արցախ հավելյալ կանաչ լույս է հերթական մշակութային ցեղասպանության իրականացման համար։ Պարգևատրումները Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, երկրի երկրորդ դեմքին, փոխնախագահին եւ այլն, ասենք Ռուսիա պատրիարքի կողմից պարգևատրել են Մերիբանին, ռուս քրիստոնեական եկեղեցու շքանշաններից մեկով, դրանով իրենք արժեզրկել են այդ շքանշանը, դարձնելով քաղաքական մանրադրամ ու պարգևատրում են մի ֆաշիստական պետության ներկայացուցիչ, որոնց հրամանով բռնազավթված Արցախում, որոշ պարագայում իրենց ապօրինի Արցախում գտնվելու ժամանակահատվածում, երբ որ Արցախում հողին են հավասարեցնում փառքի ու շահամալիրներ, քրիստոնեական եկեղեցիներ են պայթեցվում, հողին հավասարեցվում, այս շքանշանը, որ տրվել է փոխնախագահային այսպես կոչված Ադրբեջանի, սա հավելյալ կանաչ լույս է ավելի մեծ ծավալի մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար։ Նույնը Վատիկանի կեղծ գիտաժողովն է, որը գիտաժողով ասել չի կարող։ Ադրբեջանը մի կողմից փորձում է աշխարհին ցույց տալ, որ ինքը իսլամական քաղաքակրթության ներկայացուցիչ է, նաև
կեղծ վերանորոգումների անվան տակ Շուշիի մզկիթներ իրականում դրանք ժամանակին Արցախի կառավարության եւ մասնավոր հիմնադրամների միջոցով հատկապես Ռուբեն Վարդանյանի համակարգմամբ արվել է ու իրանցի փորձագետների ներգրավմամբ։ Մյուս կողմից այսպես կոչված Արցախի մշակութային ժառանգությունը դրսում ներկայացնելով որպես աղվանական ցույց է տալիս, որ քրիստոնեական մշակույթ է հարկում։ Իրականում Ադրբեջանը ոչ մի քաղաքակրթության հետ առնչություն չունի։ Ադրբեջան արհեստացին պետությունը ունի միայն վանդալիզմի արժեք։ Երբ որ ասում ենք վանդալիզմ, մշակութային ցեղասպանություն, նեոֆաշիզմ, առաջինը պետք է պատկերացնենք Ադրբեջանը, որտեղ այդ ամենը իրականացնողներից մեկն է։ Եվ ոչ միայն իրականացնողներից։ Ավելին Թուրքիան եւ Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն արտահանող երկրներ են։ Իսլամական պետությունը ահաբեկչական կազմավորումը եւ այլ ահաբեկչական խմբավորումներ, որոնք մերձավոր արևելքում մշակութային արժեքներ են ոչնչացնում, երբ որ նայում ես տեսանյութերը եւ նկարները, բերում համադրում ոնց են Արևմտյան Հայաստանում, Ջուղայում, Արցախում եւ այլ օկուպացված հայկական բնակավայրերում ոչնչացնող այդ կադրերին, լուսանկարներին, մեկին մեկ համընկնում։ Եվ տեսնում ես, որ նույն շղթան է, նույն ձեռագիրն է, մենք սրա մասին եւս պետք է խոսենք։ Եվ ամենակարևորը Արցախում ոչնչացված ցանկացած արժեք ոչ միայն հայկական մշակութային արժեք է, դա համամարտկային մշակութային արժեք է։ Եվ Արցախում Ադրբեջանը ոչնչացնում է համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ մաս հանդիսացող մշակութային ժառանգություն։ Ուստի սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Եվ Արցախի մշակութային ժառանգության մասին խոսելը եւ պաշտպանելը միայն հայ ժողովրդի խնդիրը չի, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ինքը պետք է գործուն քայլեր ձեռնարկի, բայց առաջնահերթ դրանք մեր խնդիրներն են։ Իր քաղաքակրթության բաղադրիչ հանդիսացող արժեքների պաշտպանելու համար, քանի որ այժմ գնում է քաղաքակրթությունների պայքար, արարող քաղաքակրթություններ եւ պարազիտային քաղաքակրթություններ։ Այս երկու այսպես ասած քաղաքակրթությունների մի պարագայում գործ ունենք պարազիտային քաղաքակրթության հետ, որը յուրացնելուց, ոչնչացնելուց բացի ոչ մի բան չի անում։ Մյուս կողմից գործ ունենք հազարամյակների ընթացքում ստեղծված արժեքների քաղաքակրթության հետ։ Եվ այս առումով մենք տարբեր հարթակներով պետք է աշխատենք։ Ոչ միայն բողոքի նոտաներ հղելով, դիմումներ հղելով, նույն ասենք, երբ որ քննադատում ենք Ռուսաստանի պատրիարքի այդ որոշումը պարգևատրելու, նաև դրա հետ զուգահեռ պետք է հիշեցնենք ռուս մեր գործընկերներին մի շատ կարևոր հանգամանքի մասին, որ ձեր պետական դուման 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի մեջ փոփոխություն է մտցրել, քրեականացնելով Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս գտնվող հայերենական պատերազմի եւ դրան հավասարեցված այլ երևույթների, հուշարձանների, հուշահամալիրների, խորհրդանիշերի նկատմամբ վանդալիզմի ցանկացած դերսևորում։ Դա քրեական օրենսգրքի 243.4 հոդվածն է, որտեղ սևասպիտակի վրա իմ նշված ձևակերպումները կան։ Մենք սա պետք է հիշեցնենք եւ որպեսզի չբավարարվեն միայն առողակարգային հայտարարություններով։ Հենց
ռուսական պետական այդ մարմինների դեմս նաև ԱԳՆ-ի ներկայացուցիչների արարողակարգային եւ ընդհանրական հայտարարությունները եւս հավելյալ հնարավորություն են ընձեռնում Ադրբեջանին հերթական մշակութային վանդալիզմի իրականացվի հենց հայրենական պատերազմի հուշարձանների նկատմամբ։ Դրա վառապացույցը տարածիորեն մեկ շաբաթ առաջ Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ու Ամալիրի ոչնչացումն է հայրենականի եւ արցախյան պատերազմի նույն տարածքում։ Ձեր նշած բոլոր հուշարձանները եւ հուշահամալիրները մեր հոգեվոր մշակութային եւ ռազմական հիշողություններն էին։ Դրանց վերացումը եւ ոչնչացումը որքանով է վտանգում մեր ազգային ինքնության հարցը։ Սա բավականին մեծ հարված է հոգեբանական նաեւ այն մարդկանց համար, ովքեր որ արժեքը գնահատում են, իսկ հայ ժողովրդի 99%-ը այդ ամենի արժեքը գնահատում է, բացառությամբ որոշ անհասկանալի երևույթների։ Կմատնանշեք։ Հատկապես նրանց, ովքեր հիմա պատասխանատվություն ունեն կանխելու այդ ամեն ինչը։ Ունեցած պետական եւ այլ ռեսուրսներով մեր երկիր է ներկայացնում վերջի կառավարություն եւ այլն տարբեր օղակներում։ Բացառությամբ այդ երևույթներին բոլորը հասկանում են ունեցած արժեքը եւ հասկանում են, որ այդ պատմաճարտարապետական հուշարձանները դեռ հազարամյակներ շարունակ իրենց գործառույթը պետք է իրականացնեն մեր ծերուններին ցույց տալու հաղթանակի խորհրդանիշը, պայքարի խորհրդանիշը, երբեք կորուստներից, երբեք կորցրածի հետ չհամակերպվելը։ Եվ սա է կարևորը։ Եվ այն, որ մենք չպետք է մոռանանք մեր պատմությունը։ Իսկ դա մեր պատմության մի մասնիկն է։ Երբ որ դու մոռանում ես քո պատմությունը, դու դառնում ես անդեմ մի երևույթ ու աշխարհն էլ քեզ չի սկսում ընկալել։ Ասենք դու չպետք է կասկածի տակ դնես հարյուրամյակներով դարերով ապացուցված փաստերը ցեղասպանությունից սկսած Արցախի կամ ցանկացած հայկական բնակավարի հայկականության հետ կապված։ Ադրբեջան արհեստացին պետությունը ձևավորվել է 1918 թվականին, իսկ մինչ օրս ադրբեջանցի ազգ գոյություն չունի։ Ինչպես կարող է հազարամյակների պատմություն ունեցող Արցախը, Նախիջևանը, հայկական ցանկացած բնակավայր, ոնց կարա պատկանի այդ արհեստացին պետությանը։ Դա աբսուրդային երևույթ է, մենք սրա մասին պետք է խոսենք, որ Ադրբեջանը պետական մակարդակով կեղծում է պատմությունը։ Իսկ մենք ոչ միայն պետք է մտնենք Ադրբեջանի թելադրած դաշտ, հակառակը մենք ամեն օր պետք է ուղղակի չսպասելով Ադրբեջանի հերթական գիտաժողովին կամ հայտարարության կամ հոդվածին, ամեն օր խոսենք այդ բնակավայրերի մասին, ներկայացնենք նրա պատմությունը, նրա մշակույթը։ Եվ ամենակարևորը հետագայում կայուն պետականություն ունենալու համար շատ կարևոր բաղադրիչներ կան, որ ես կարծում եմ, որ պետք է լինի տարիներ շարունակ դրա մասին նաև խոսել եմ։ Բոլոր դպրոցներում այն ժամանակ մինչ Արցախի օկուպացումը պետք է անցնեին Արցախի, խոսքը Արցախի դպրոցների մասին, Արցախի պատմություն։ Հիմա Հայաստանի ցանկացած այլ բնակավայրում հիմա պետք է խորացված տիրապետեն իրենց պատմության եւ աշխարհագրությանը։ Սա ազգային անվտանգության խնդիր է։ Ես նոր հեծանիվ չեմ հորինում։ Ցանկացած այլ պետություններ այդ մոդելը ունեն։ Սա չի նշանակում տարանջատել հայոց պատմությունից, իսեր Աստծո։ Սյունիքի, Արցախի, Տավուշի, Արմավիրի եւ այլ այս մարզերի պատմությունը հայոց պատմության բաղադրիչ է։
բայց հայոց պատմությունի զուգահեռ Սյունիքի մարզի աշակերտը պետք է անգիր իմանա իր մարզի պատմությունը եւ իր մարզի աշխարհագրական դիրքը եւ ունեց եւ դա մեզ ահագին հարցերում կօգնի տարիներ հետո ոչ մի եկած ղեկավար արդեն այդ համակարգով կրթված չի հանդգնի ցանկացած գյուղի պատմություն համարի որ դա հայկական չէ այդ գյուղը ինչ է այդ գյուղում խորհրդային տարիներին ադրբեջանցիներ են ապրել դա абսուրդային բան է եթե տվյալ բնակավայրում գյուղում քաղաքում ադրբեջանցի ապրել ասել դա հայկական չի բազմաթիվ օրինակներ կան ասենք Կրասնոդարի երկրամասի բնակչության զգալի մասը հայեր են հիմա ասենք Կրասնոդարը հայկական է Ռոստովը Դոնի Ռոստովը որի հիմքը Նախիջևան Նադանուն է ասենք դա մեզ մի մասը հայկական հիմնված քաղաք է նաև Արմավիր բազմաթիվ քաղաքներ կան նույնը ասենք դիմենք Իսպանիային ասենք գիտեք դարեր առաջ երբ որ Կիլիկյան Հայաստան գոյություն ուներ Մադրիդը Բարսելոնան Կիլիկյան Հայաստանի որոշ թագավորների նստավայրերն էին կամ Պակիստանը Անգլիային դիմի ասի Լոնդոնը հիմնա քանի որ Պակիստանի Լոնդոնի քաղաքապետը պակիստանցի է Թիֆլիսի քաղաքապետերի գերակշիռ մասը հայեր էին Այլ բնակավայրեր տարածքներ կա որ հայերը կառուցել ներդրում են ունեցել մենք դրա մասին պետք է խոսենք Մենք մոռանում ենք որ գրեթե 0-ից Բաքուն հայերը կառուցել են այդ քաղաքը Նավթարդյունաբերությունը որից ստացած եկամուտներով մեր դեմ ֆաշիստական Ադրբեջանը պատերազմում է մինչ օրս Այդ նավթարդյունաբերության հենքը զարգացնողները եղել են հայեր, այդ թվում նաև ցակումով արցախցիներ։ Մենք սրա մասին պետք է խոսենք, եւ մեր սերունդները, մեր դպրոցներում, մեր բուհերում այս մասին պետք է խոսեին։ Բարեբախտաբար մենք ավագ գործընկերներ ունենք եւ պատմության ինստիտուտում եւ այլ հաստատություններում նաև որտեղ նաև ես աշխատում եմ ցեղասպանության բաժնում եւ Արցախի խումբ ունենք գիտական երկու բաներում մի բաժնում եւ այդ գիտական խմբում աշխատում են մենք ահագին պոտենցիալ ներուժ ունենք մեր գիտնականները այդ առումով բավականին գրքեր են հրապարակել այդ մարդկանց գրած գրքերը հատվածներ իրենց հեղինական իրավունքները պահպանելով պետք է օգտագործել սերունդ կրթելու, դաստիարակելու համար։ Ոչ թե այս կեղծ կրթվելը նորաձև է բանը ազգային օրակարգիչ շեղող երևույթ է։ Ոչ, այլ իրական մեր պատմությունը։ Եվ մյուս կարևոր հանգամանքը, ես կարծում եմ, որ ժամանակն է, որ երբ որ մենք ազգային մտածելակերպով էլիտա ունենանք, պարտադիր սկզբունքներ ձևավորվի։ Ազգային ժողովի պատգամավոր կամ ցանկացած ընտրովի կամ նշանակովի պաշտոնում հավակնող ցանկացած անձ պետք է համապատասխանի մի քանի չափանիշների։ Հանձնի հայոց պատմության քննություն, հայկական աշխարհագրություն, քննություն հանձնի։ Սրանք անչափ կարևոր են եւ մյուս կարևոր հանգամանքը պետք է քրեականացվի հատկապես երկու կարևոր հանգամանք ես ցավով եմ ասում եւ ոչ միայն ես այլ նաեւ մեր գործընկերները երբ որ տարիներ առաջ Գոլոս Արմենիա եւ այլ լրատվականների հարցազրույցում ես եւ իմ գործընկերները նշում ենք որ հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի ու բնակավայրերի իսկությունը պատմական ցանկացած միլիմետրը խեղաթյուրեր ուղի պետք է քրեականացվի որոշ մարդիկ լուրջ չէին ընդունում այն ժամանակ դեռ նաև հայաքվե շարժումը չկար ձևավորված
այս երկու բաղադրիչները պարտադիր պետք է քրեականացվեն եւ ցանկացած պաշտոնյա պետք է արդեն այդ ժամանակ հասկանա, որ եթե ինքը չգիտի պատմություն հայոց, չգիտի մեր աշխարհագրությունը, չգիտի մեր բնակավայրերի ցանկացած բնակավայրի կարևորությունը, ինքը չպիտի անգամ հավակնի տվյալ նախարարությունում կրծեր լաբորանտի պաշտոնի։ Ես ծայրահեղություն եմ ասում միգուցե, բայց եթե ցանկանում ենք այս գերտերությունների հակամարտությունների գոտիներում գոյատևել, մենք պետք է ունենանք ազգային մտածելակերպ ունեցող էլիտա։ Որքան ժամանակ է պետք, որ մենք հասնենք այդ էլիտային։ Ցավոք սրտի մենք այդ ժամանակը վաղուց ենք կորցրել։ Չեն կարող վերականգնել։ Բայց եթե ամեն օր աշխատանք չտարվի այդ ուղղությամբ, չխոսի, չբարձրացանջի, մենք ավելի լրջագույն խնդիրների առջև ենք կանգնելու։ Բարեբախտաբար կան ներուժ, կան հասարակական նախաձեռնություններ, որոնք իրենց վրա են վերցրել բազմաթիվ հարցերի բեռ, որը պետական մակարդակով պետք է արվեր։ Այսօր Ադրբեջանի այս կեղծարարությունների դեմ հակազդվում է հասարակական նախաձեռնություններով, տարբեր ակադեմիական հարթակներ, թիմեր կան, որ աշխատում են, տարբեր հիմնադրամներ, մասնագետներ, մի խոսքով անհատական մակարդակով է իրականացում։ Եթե գոնե չլիներ Կիլիկիո կաթողիկոսության եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ջանքերը, որ գործադրում են, մենք դրա մասն էլ պետք է խոսենք, որ աշխատանք կատարում են, գործադրում են գիտաժողովներ, համաժողովներ, իրազեկման աշխատանքներ իրականացնում են, քանի որ շատ եմ առնչվել, նաև գիտեմ ինչ աշխատանքներ է կատարում եւ իրոք մենք պետք է դա գնահատենք։ Այն ով տեղյակ չի, իրազեկված չի, միգուցե քննադատի, ասի չէ, ձեկները ցալասնստած են, ոչ մի բան չեն անում, բայց իրազեկման լուրջ աշխատանքներ է տարվում եւ այն բանաձևերը, այն որոշումները, որ տարբեր կառույցների կողմից ընդունվում է, դա մի կողմից Սփյուռքի մեր կազմակերպությունների ներդրումն է, մյուս կողմից այն անհատների եւ մեր եկեղեցու երկու ընդհանրական թեմերի։ Պետական մակարդակով մեկ-մեկ արձագանքում են տարբեր ֆորումների, հարթակների ժամանակ, դա էլ պետք է նշենք, որ երբեմն հայտարարությունով են հանդես գալիս, երբեմն անդրադառնում են այս թեմային, բայց հատվածական մոտեցում է դա, պետք է լինի համակարգված։ Մենք ունենք մի քանի երկրներում դեսպաններ, որոնք որ իսկական դեսպան են, այսինքն այն դիվանագետի կոչմանը հավատարիմ են, որ ստացել են, իրոք դիվանագետ են եւ իրենց ներդրումն է բավականին մեծ, որ իրազեկում են, ինչա կատարում հատկապես Արցախի ժառանգության հետ կապված։ Եթե այս ամենը չլիներ, մենք տեղեկատվական դաշտում ավելի այլ բարդ վիճակում կլինեինք։ Եկեք խոսենք Շուշիի մշակութային ժառանգության մասին։ Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագ քաղաքականությունից հետո ո՞րն է համարում Շուշիի մշակութային դիմագծի հիմնական կորուստը։ Այ Շուշին ինքը ժամանակին համարվել է Կովկասի Փարիզը։ Շուշիի ցանկացած մշակութային արժեքի ոչնչացում կամ այդ հուշարձանի ցանկացած դետալի ձևախեղում ինքը փոխում է Շուշիի պատմական դիմագիծը։ Այն տեսքով ինչ տեսքով հիմա կեղծ վերանորոգումից հետո մնացել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, դա մեծ հարված է Շուշիի դիմագծին։ Այն որ կանաչ ժամը հիմա չկա, դա Շուշիի պատմական համայնապատկերը կորցնում է, աղավաղում է։ Ցանկացած անգամ պատմական ոճով
հետաքրքիր ճարտարապետական դիմագիծ ունեցող բնակարանի քանդումն է ազդում իր Շուշիի ամբողջ այդ պատմական դիմագծին։ Եվ հենց պատահական չէ, որ մեծ թափով ադրբեջանցիները խեղաթյուրում են հատկապես Շուշիի պատմական դիմագիծը, հասկանալով Շուշիի ոչ միայն ռազմավարական դիրքը, նշանակությունը, այլ նաև այն մշակութային եւ քաղաքակրթական արժեքը, որ Շուշին ունեցել է եւ ունի հայերի համար։ Անկախ նրանից, թե Շուշին օկուպացված է, մենք պետք է խոսենք դրա մասին եւ մշտապես Շուշին դիտարկենք որպես հայկական մշակութային ժառանգության կարևորագույն օջախներից մեկը։ Սա անընդհատ պետք է մեր խոսույթում լինի եւ չհիշենք Շուշիի կամ Գանձասարի կամ Ստեփանակերտի կամ այլ բնակավայրի մասին միայն այն ժամանակ, երբ որ հերթական վանդալիզմի դեպք կլինի կամ հերթական այդ բնակավայրերի տարեդարձ կլինի։ Մենք անընդհատ պետք է խոսենք եւ անընդհատ պետք է հիշեցնենք, որ անկախ որ ժամանակահատվածում է կառուցվել տվյալ բնակավայրում ցանկացած մշակութային արժեք, իր մի արժեքի ոչնչացում հարված է ոչ միայն տվյալ բնակավայրի պատմական դիմագծին, այլ նաև Արցախին եւ նաև համամարտկային քաղաքակրթական արժեքին։ Ասենք քանդակների պուրակը, որը ավիրել են ու քանդակների մեծ մասը ըստ երևույթին միգուցե սև շուկայում են հայտնել ճակատագիրը չգիտենք։ Դա միջազգային պուրակ էր։ Տարբեր ժամանակներում, երբ որ քանդակագործների սիմպոզիում էր իրականացվում, այդ քանդակները մնում էին Շուշիում եւ ձևավորվեց քանդակների պուրակը։ Դրա երբ որ ծավալները մեծացան ու չէր տեղավորում, որոշ քանդակներ նաեւ տեղափոխվեցին Ստեփանակերտ եւ այլ բնակավայրեր։ Բայց այդ քանդակների մեծ մասը անգամ Ստեփանակերտում տեղափոխված հիմա չկա։ Թե ոչնչացրել են, թե այլ նպատակներով են օգտագործում, սա եւս հարված է մեր քաղաքակրթական ընդհանուր արժեքներին։ Եվ մենք անընդհատ պետք է խոսենք այս մասին։ Անընդհատ մեր տիրույթում, խոսույթում պետք է լինի Արցախի եւ ոչ միայն Արցախի։ Սա էլ է կարևոր։ Մենք չպետք է մոռանանք, որ մենք ունենք մշակութային ժառանգություն, որը վտանգված է Արևմտյան Հայաստանում։ Մենք չպետք է մոռանանք Նախիջևանի մեր մշակութային ժառանգության մասին։ Մենք ընդհանրապես չպետք է մոռանանք ցանկացած հայկական պատմամշակութային ժառանգության մասին, անկախ նրանից այդ մշակութային արժեքը գտնվում է հայկական բարձրավանդակի տարածքում, թե հայկական այդ արժեքները ստեղծվել են Սփյուռքի տարբեր գաղթօջախներում։ Եվ ավելին ոչ միայն հայկական բարձրավանդակի տարբեր հատվածներում այդ տարածքներում ապրող եւ մեծ ներդրում ունեցող ազգեր եւս ունեն իրենց ժառանգություն։ Մենք դրա մասին չպետք է մոռանանք։ Եվ բարեբախտաբար գոնե Հայաստանը այն երկրներից է, որտեղ որ եզդիների, հույների եւ այլ այդ ազգային փոքրամասնությունների մշակույթը հարգում է։ Մենք երբ որ խոսում ենք մշակութային ժառանգության մասին, մենք անգամ չպետք է մոռանանք այդ արժեքների մասին։ Եթե Ադրբեջանը կամ այլ երկիր հանդգնի կեղծի անգամ եզդիների պատկանող ինչ որևէ մշակութային արժեք կամ կապ չունի խոսքը, ասենք, կլինի իրենց համար սուրբ կառույցի մասին, թե ավանդույթի, թե կամ ոչ նյութական մշակութային որևէ տարի մասին։ Քանի որ իրենք մեր հայրենիքում են ապրում եւ մեր հայրենիքը համարում են նաեւ իրենցը, ինչպես իրենք են վերաբերվում, կանգնում
մեր կողքին վտանգի ժամանակ մենք եւս իր մշակույթը հարգելուց բացի պետք է հարկ եղած դեպքում այդ մշակութային արժեքին տեր կանգնենք եւ պաշտպան լինենք նաեւ չմոռանալով որ Արցախում մեր բանակի շարքերում ծառայող եզդիների նկատմամբ Ադրբեջանի ինչ վարագությունների է գնացել եւ ոչ միայն եզդիների դրա վառ օրինակը Քերամ Սլոյանը մենք այդ մարդկանց իրենց այդ կերպարի եւ այլնի մասին էլ չպետք է մոռանանք երբ որ մենք խոսում ենք հաղթանակի խորհրդանիշերի բանի մասին մենք այս կոնտեքստով եւս պետք է դիտարկենք եւ չուրանանք այդ մարդկանց այդ ազգերի վառ ներկայացուցիչների ունեցած ներդրումը եթե մենք խոսում ենք պատմական անաչառության մասին արդարության մասին եթե խոսում ենք որևէ հաղթանակի մասին եւ այդ հաղթանակում եթե կա ներդրում մասնակցություն մեր հայրենիքի տարբեր հատվածներում բնակվող այլ ազգության ներկայացուցիչների ներդրումը մենք պարտավոր ենք դրա մասին եւս խոսել եւ մեր սերունդներին եւս հիշեցնել որ այս մարդիկ եւս կանգնած են եղել մեր հաղթանակների ակունքներում եւ իրենց հիշատակը հիշելը եւ պահպանելը մեր սուրբ պարտքը պետք է լինի Երկրի ներսում կրթությանը զարկ տալուց բացի միջազգային ինչպիսի մեխանիզմներ կարելի է մշակել այս մշակութային սպանդը վերացնելու համար Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության երկու մեխանիզմ կա մեկը կարող է գործել 100%-ով մեկի պարագայում մենք հնարավորություն կունենանք գոնե զսպելու 100%-ով կգործի միայն կպահպանվի Արցախի եւ ոչ միայն Արցախի ընդհանրապես դա ցանկացած հակամարտությունների գոտիներին յուրահատուկ բան է մշակույթը երբ որ այդ տարածքում կլինի այդ մշակութային արժեք ստեղծող ազգը որպես իր կենսատարածք իսկն երբ որ լինի հավաքական վերադարձ Արցախ բայց ոչ ադրբեջանական իրավազորության ներքո դա մենք արցախցիներս իսպար բացառում ենք ցեղասպան ֆաշիստական պետության ներքո հավաքական վերադարձի մասին անգամ անհատական վերադարձի մասին խոսք չպիտի լինի որտեվ մենք գործ ունենք մարդասպանների հովանավորող, հերոսացնող, ֆաշիստական կեղծ պետության հետ։ Այս պարագայում երբ որ լինի հավաքական վերադարձ ու լինի տարբեր մեխանիզմներ, այդ թվում նաև կառավարման մեխանիզմներ, որը բնականաբար պետք է իրականացվի հայերի կողմից, կլինի դա հանրապետություն, կլինի ձևաչափերը կարելի է կմտածել, քննարկել, բայց մշտապես բացառել երկու բան, Ադրբեջան, ավելի շուտ 3 բան, ադրբեջանական ներկայություն ցանկացած տեսքով, թուրք-ադրբեջանական միասին եւ երրորդ ամենակարևորը միայն ռուսական խաղաղապահ կամ ինչ-որ կոնտինգենտ չլինի։ Իսկն մենք 20 թվականի պատերազմից հետո տեսանք ինչ եղավ, երբ որ ընդամենը մի պետության կոնտինգենտ կար։ Այլ պարագայում միգուցե այլ զարգացման այլ սցենար լիներ։ Եվ երկրորդը դա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հստակ պատժամիջոցներ կիրառելն է։ Միայն այն դեպքում, երբ որ այդ վանդալիզմի իրականացնողները որևէ պատասխանատվության կենթարկվեն, հստակ պատժամիջոցներ կկիրառվի եւ մինչեւ տրամաբանական ավարտ կհասվի դատական գործընթացներ, ընդհանուր մինչև միջազգային քրեական դատարանում,
ընդ որում միջազգային քրեական դատարանում նախադեպ կա, երբ որ մշակութային ժառանգության ոչնչացումը համարում է որպես ռազմական հանցագործություն։ Իհարկե դա անհատի մակարդակով, բայց նախադեպ է պետությունն են անհատներ ղեկավարում, դա կարող, եթե կա նախադեպ պետք է օգտագործել, հատկապես որ խորհրդարանը վավերացրել է քրեական դատարանի ստատուտը, մենք այդ հնարավորությունից պետք է օգտենք։ Գոնե այդ մի գործը, որ գործիքը, որ մեր ձեռը կա, գոնե մենք դա էլ պետք է օգտագործենք։ Եթե չլինի պատժամիջոցներ, առարկայա խոսքերը, դատապարտող կոչերը, բանաձևերը, իրենք արդյունք չեն տալիս։ Այդ հստակ պատժամիջոցներ կիրառելուն զուգահեռ, երբ որ կիրառվի 24 ժամ եւ 7 օրյա պարբերականության մոնիտորինգային համակարգ, ընդ որում Եվրոխորհրդարանի մի խումբ պատգամավորներ նման առաջարկության մի քանի անգամ հանդես են եկել։ Նման առաջարկություն պարունակում է կրոնական ազատությունների մասին ԱՄՆ միջազգային կազմակերպության վերջին զեկույցում, որտեղ եւս փաստագրվում է, ընդ որում 550 եւ ավել վանդալիզմի դեպքի մասին է արձանագրված։ Սա պաշտոնական միջազգային փաստաթուղթ կարող ենք համարել, որտեղ իրականին մոտ վանդալիզմի դեպքերի թիվ է նշվում։ Մենք սա էլ պետք է օգտագործենք եւ այս ամենը պետք է հիմք լինի մեր պայքարի, մեր աշխատանքի։ Միայն այս կերպ կարող ենք մենք պաշտպանել, նվազագույնի հասցնել եւ անընդհատ տարբեր կազմակերպություններին, երկրների նոտա ուղղել, գրություններ եւ այլն ուղարկել, աշխատել, նշելով, որ երբ որ ձեր ներկայացուցիչները, ղեկավարները այցելում են օկուպացված Արցախ, դառնում են Ադրբեջանի հանցագիծ։ Այն վայրերը, որտեղ որ իրենք քայլում են, այդտեղ եղել են եկեղեցիներ, գերեզմանոցներ։ Իսկն իրենք մասնակցում են Արցախում իրականացվող այդ մշակութային ցեղասպանությանը եւ դառնում են այդ սրբապղծություն իրականացման գործընթացի համահեղինակ։ Ձեր կարծիքով երիտասարդ սերունդը ինչ դերակատարում ունի մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման գործում։ Վերականգնում ասելը լայն հասկացողություն է ու վերականգնել կարող ես հիմնականում երբ դու այդ տարածքում ես մի կողմից, մյուս կողմից իհարկե դու կարաս վերականգնես վիրտուալ տարբեր հարթակներ ստեղծելով, ոնց որ Թումոն կենտրոնը Գանձասարի պարագայում վիրտուալ շրջագայության նման հարթակ ստեղծել, թվայնացված տարբերակը։ Մեր երիտասարդները տարբեր սոցիալական հարթակներում կան, բավականին ակտիվ են եւ ամեն մեկը ունի 1000-ից ավել ընկերներ, որոնք ոչ միայն Հայաստանից են, տարբեր երկրներից են։ Այդ լսարանը մենք երիտասարդները կարող են լիարժեք օգտագործել ազգանվեր գործի համար։ Ես չեմ ասում այդ երիտասարդները նստեն մասնագիտական տեքստեր գրեն։ Փառք Աստծո մենք մասնագիտական թիմեր ունենք, անհատներ ունենք, մասնագետներ ունենք, ովքեր որ ստեղծում են այդ կոնտենտը եւ իրենք պաշտոնական էջեր ունեն եւ ներկայացված են Facebook-ում եւ այլ հարթակներում։ Եթե ամեն մի երիտասարդ օրեկան մեկ հուշարձանի մասին թեկուզ մի նկար տեղադրի իր էջում եւ կիսվի իր ընկերների ու կարևոր չի այդ հուշարձանը որտեղ է գտնում, կլինի Արցախում, կլինի Էջմիածինը, կլինի Սևանավանքը, կլինի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, այլն ներկայացնի զուտ մի քանի նախադասությունով, մի քանի պարբերությունով, որևէ հեղինակի գրքից մեջբերումով ու տալով աղբյուրը թե ինքը որտեղից է վերցել, տեղեկատվական մեծ արդյունք կարող ենք ունենալ, բայց ցավոք սրտի ոչ բոլորն են առնչում դրանով։ Ու այնպես է ստացվել, որ
ոչ միայն Արցախի, Նախիջևանի մշակութային ժառանգությունը վտանգի տակ։ Առնվազն տեղեկատվական տիրույթում վտանգված է եւ որոշ բնակավայրերի դեպքում նաեւ ֆիզիկական վտանգված է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնող ամբողջ պատմաճարտարապետական հուշարձանների իսկությունը։ Սա եւս մենք պետք է հասկանանք։ Իսկ ֆիզիկական առումով ներքին հանդի հայանական պատերազմի հուշարձանի նկատմամբ վանդալիզմը դրա վառապացույց։ Ցանկացած սրացումների դեպքում, երբ որ գյուղերի սահմանային բնակավայրերի վրա ադրբեջանական օկուպացիոն զորքերը կրակում են, տներից քաղաքացիական ենթակառուցվածքներից բացի բազմաթիվ դեպքեր են արձանագրել, երբ որ այդ գյուղերի հուշարձանները կամ գերեզմանատները վնասվել են։ Սա եւս խոսում է այն մասին, որ այդ վտանգը կա եւ մի շատ կարեւոր հանգամանքի մասին պետք է հիշենք, որ վաղը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակն է։ Անկախ նրանից թե ոմանք կարծում են, որ դա մեր հաղթանակը չէ, բայց ես այդպես չեմ կարծում։ Մենք մեր պապերը հայանական պատերազմի մասնակցեցին ոչ միայն որպես ընդհանրական այդ հայրենիքի ներկայացուցիչ, այլ նպատակ նաև ունեին կանխելու երկրորդ ցեղասպանությունը 1915 թվականից հետո։ Գաղտնիք չէ, եթե Լենինգրադյան եւ այլ ճակատներում Գերմանիան հաջողություն ունենար, նույն վարկյանին թուրքական բանակը կմոտներ Հայաստան։ Եվ մեր պապերը մասնակցելով, ոմանք հասնելով մինչև Բերլին, կանխեցին երկրորդ ցեղասպանությունը, սա մեկ։ Երկրորդ 80 տարի անցել մենք գործ ունենք ֆաշիզմի եւ նեոֆաշիստական գաղափարներով առաջնորդող երկրների հետ։ Ադրբեջանը ինքը իր գործելավոճով, իր քաղաքականությունով այդ երկրներից մեկն է հանդիսանում։ Եվ 80 տարի անցել պայքարը ֆաշիզմի եւ ահաբեկչության դեմ չի ավարտվել։ Եվ դրա վառապացությանը, որ կա Ադրբեջան պետություն, որը անընդհատ սպառնում է այս կամ այն հայկական բնակավայրի վրա հարձակվել, որը խաղաղության հետ որևէ աղերս չունի։ Իրականում այդ խաղաղության օրակարգ գոյություն էլ չունի։ Մի պետություն արհեստացին, որը չունի սեփական պատմություն, որը չունի սեփական մշակույթ եւ միայն ոչնչացնում եւ յուրացնում է, խաղաղության օրակարգ չի կարող ունենալ։ Անկամ հասել է այն աստիճանի, որ տեղորոշիչ քարտեզների վրա մարդկաց բնակարանները որպես մզկիթ են ներկայացնում։ Արցախի 40 բնակավայրում մենք նման դեպք ենք արձանագրել։ Մի դեպքում բնակարան, մի դեպքում հասարակական նշանակության օբյեկտներ, տեղորոշիչ քարտեզներում նշված է որպես մզկիթ։ Բայց դա մարդկանց պատկանող կամ համայնքային պատկանող սեփականություն ունեցող գույք է։ Եվ սա էլ է հենց այն զավթողական քաղաքականության մասի մեջ մտնում, ինչ Ադրբեջանի իրականացնում է։ Եվ չմոռանանք արևմտյան Ադրբեջան այս արհեստացին երևույթի հետ, որը պետական մակարդակով ակտիվ քարոզում է, որի ակունքները ավելի վաղուց են գալիս, այսինքն երբ որ այդ արհեստացին պետությունը ձևավորվել է։ Այսինքն նման նախագիծը նոր չի։ Դա Ռասուլզադեի գաղափարներից մեկն էլ եղել, մենք գործընկերներ ունենք ակադեմիայում դոկտոր պրոֆեսոր Գեորգ Ստեփանյանով Բաքվի հայության եւ պատմության մասին բազմաթիվ գրքեր բանն իր հրատարակած, որտեղ շատ հստակ
պատմությունը բակվի եւ հայության ներդրում եւ այլն ներկայացում են, երբ որ ասում եմ ունեն գործընկերների աշխատություն, որ պետք է օգտագործեն, նրանց մեկը պրոֆեսոր Ստեփանյանը եւ շատ նման մարդիկ կան աշխատանքները կարող են օգտագործել ցույց տալու Ադրբեջանի իրական դիմագիծը եւ ցույց տալու թե Ադրբեջանի ներկայիս վարող քաղաքականության ակունքները որտեղից են գալիս։ Այնինչ Ալիևը անում է ինքը նոր հեծանիվ չի օրինում։ Ինքը կատարելագործում է այնինչ եղել է դրված այդ արհեստացին կազմավորման հիմքում։ Եվ այս պարագայում խոսել խաղաղության օրակարգի մասին միամտություն է։ Ես մշտապես հարցազրույցների ընթացքում ես նշում եմ այդ բանաձևը։ Իրական խաղաղության բանաձևը ժամանակին սահմանել է Մոնթե Մելքոնյանը։ Չի կարա լինի խաղաղություն առանց հայի հաղթանակի։ Այսա պետք է գիտակցենք բոլորս եւ երբ որ խոսում ենք հաղթանակի հիշողության մասին, նաեւ այս տրամաբանությունը, որ միայն հայի հաղթանակով կլինի դիվանագիտական, կլինի ռազմական, կլինի այլ։ Միայն այս պարագայում կարա լինի իրական խաղաղություն։ Այլ մնացյալ պարագաներում դրանք սին ձևակերպումներ են եւ ընդամենը անձեռոցիկի մակարդակից էլ ցածր մակարդակում գտնվող թղթի կտորներ են, որոնք երբևէ տարածաշրջանին խաղաղություն չեն բերի։ Խոսեցիք ներքին հանդի մասին, մեր հակառակորդի կողմից իրականացած այս վանդալիստական գործողություններից հետո մասնավորապես ինչ տեղի ունեցավ ներքին հանդի մշակութային ժառանգության հետ։ Ասեք, հայերենական պատերազմի հուշարձանը վանդալիզմի ենթարկվեց։ Գյուղի գերեզմանոցը 19-րդ դարի եկեղեցին վտանգված է, քանի որ իրենց օկուպացիոն գոտում է հայտնել։ Եվ խոսքը ոչ միայն ներքին հանդի մասին է։ Ջերմուկի դիրքերը վերջին ագրեսիաների ընթացքում, երբ որ դիրքավորվեցին ու օկուպացվեցին, այնտեղից ուղիղ նշանառություն կա Ջերմուկի եկեղեցու նկատմամբ։ Ցանկացած պայք կարող են կրակել եկեղեցու եւ այլ մշակութային արժեքների մասին։ Տավուշի մարզում կան խնդիրը վտանգ։ Իսկն բոլոր սահմանային գոտիներում, որտեղ որ այդ օկուպացիոն զորքերը հայտնել են, որտեղ որ ներխուժել են մերձակայքի հուշարձանները գտնվում են վտանգի տակ։ Իսկն իրենք ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, այդ սուվերեն տարածքից թիրախավորում են նույն սուվերեն տարածքում գտնող մեկ այլ բնակավայր։ Այստեղ խոսել, որ դա ադրբեջանական դիրքից են կրակել, մենք պետք է ճիշտ ձևակերպում տանք, որ կրակել են, ասենք, եթե խոսքը իհարկե այդ օկուպացված հատվածների բաների մասին է, կրակել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գտնող այն հատվածից, որը օկուպացրել են, որտեղ ներխուժել են։ Մենք ճիշտ ձևակերպումներ պետք է տանք եւ պետք է նշենք, որ այն ճակատագիրին ունի Արցախի մշակութային ժառանգությունը, նույնը սպառնում է ցանկացած բնակավայրին, որի մերձակայքում կայտնի ադրբեջանական օկուպացիոն դիրք կամ ցանկացած զինվոր։ Ցավոք սրտի ներքին հանդի մշակութային ժառանգության մասին շատ քչերը գիտեն, կարող ենք ասել, որ սա մեդիայի եւ կրթության բացթողումն է։ Նայեք, դա իր հերթին Արման Թաթոյանը իր բազմաթիվ զեկույցներում ոչ միայն ներքին հանդի, այլ բնակավայրի անվտանգային խնդիրների բանի մասին խոսելիս մշտապես անդրադարձել է, որ այդ դիրքերը, որտեղ որ հատվածները, որտեղ որ օկուպացվել են, այնտեղից անգամ ուղի նշանառության տակ է գյուղի դպրոցը։ Բազմից արձագանքել է, որ
ջրի ակունքները եւս օկուպացված Ադրբեջանի վերահսկողության տակ են օկուպացված։ Մարդ բազմից հազանգել է այդ բոլոր վտանգների մասին, որոնք նաեւ որոշակի առումով մեդիայում են հրապարակվել։ Դրա համար եմ ասում, մեր ամբողջ խնդիրը պետք է լինի նրանում, որ մենք մեր բնակավայրերի մասին պետք է խոսենք ու հիշենք անընդհատ։ Ցավոք սրտի Երևանի կամ այլ վայրերից մարդկանց հարցնես կարող ներքին հանդիպողը չիմանալ։ Այն երբ որ նշում եմ, որ մենք ունենք անհրաժեշտություն, որ մարզերը աշակերտները պետք է իրենց պատմությունը աշխարհագրությունը սովորեն, այլ այս խնդիրները հետագայում չունենալու համար ենք առաջարկում։ Նույն վտանգը ոսկեպարի եւ այլի մեր ունեցած ժառանգության մասին է։ Ելեմ ասում, Հայաստանի տարածքում գտնող բոլոր պատմամշակութային հուշարձանները առնվազն տեղեկատվական տիրույթում վտանգված են։ Նայեք Ադրբեջանը այսպես կոչված կեղծ արևմտյան Ադրբեջանի թազերի տակ ինչ հուշարձանների նկարներն օգտագործում ինչեր է հրապարակում։ Ես չեմ ասում մենք սպասենք Ադրբեջանի ինչ հրապարակում դրա որպեսզի դրա դեմը առնենք։ Մենք պետք է խոսենք։ Էջմիածնի մասին չպետք է հիշենք այն ժամանակ, երբ որ եկեղեցական որևէ տոն է կամ այլայարողություն է։ Պետք է խոսենք Սևանա վանքի մասին չպետք է հիշենք միայն երբ որ հայցելում ենք Սևան։ Մենք պետք իսկ այս ամենը անելու համար մենք հստակ ռազմավարություն պետք է մշակվի պետական մակարդակով։ Օգտագործելով այն հսկայական ներուժը, որ մենք ունենք։ Ինչքան մենք ձգձգենք այս ամենը, այնքան ավելի ու ավելի խնդիրները ավելի բարդանալու են, ավելի են շատանալու։ Սա է մեր ամբողջ եղելությունը ու մի շատ կարևոր հանգամանք էլ կա։ Մենք ցանկացած միջազգային կարևոր նշանակության առիթ պետք է բաց չթողնենք բարձրաձայնելու դրան շրջանակներում վտանգի տակ գտնվող արժեքների մասին։ Ապրիլի 18-ը նշվում էր պատմական միջավայրի տեսարժան վայրերի միջազգային օր։ Դա առիթ էր, որ խոսվի տարբեր մակարդակներում նաև վտանգված ժառանգության մասին։ Հրապարակված ոչ մի պաշտոնական ուղերձում առնվազն ես ինքս չհանդիպեցի նման ձևակերպումներ։ Քավլիցի միգուցե կար, ես չնկատեցի։ Ես ուրախ կլինեմ, եթե մեր հեռուստադիտողներից որևէ մեկը, եթե նման գրառում տեսել է, դրա լինքը ուղարկի, մեծ սիրով ծանոթանամ այդ ձևակերպման հետ։ Եվ նմանատիպ շատ դեպք, այսինքն հիմա վաղը հայրենական պատերազմի 80-ամյա տարեդարձն մենք խոսենք այդ ժառանգության հետ կապված խնդիրների մասին։ Չմոռանալով, որ եռատոնը անկախ ամեն ինչից եռատոնի գաղափարի մասին չպետք է մոռանանք, խոսենք Շուշիի մասին, ժառանգության ոչնչացման մասին, խոսենք հաղթանակի խորհրդանիշների նկատմամբ վանդալիզմի մասին։ Մայիսի 18-19-ին ամեն տարի նշում ենք թանգարանային գիշերներ։ Սա առիթ է բացաձայնելու, որ Արցախի բազմաթիվ թանգարաններ օկուպացված են։ Այդ թանգարանի աշխատակիցները զրկված են իրենց աշխատանքային իրավունքից։ Արցախահայերը զրկված են իրենց կենսատարածքում գտնվող թանգարաններ
այցելելու, տարբեր նախաձեռնություններ իրականացնելու եւ վտանգված է վերջի վերջո այդ թանգարաններում մնացած այն արժեքները, որոնք համամարտկային նշանակություն ունեն։ Այլ նմանատիպ ցանկացած առիթներ մենք պետք է խոսենք։ Ասենք լրագրողների լրատվության եւ այլի հետ կապված օրեն մենք այս առիթը եւս պետք է օգտագործենք։ Ինչու՞ չէ բերենք ուղիղ փոխկապակցենք նաեւ մշակութային ժառանգության հետ։ Շեշտելով, որ հատկապես Սուրբ Ամենափրկչի թիրախավորման ժամանակ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ են վիրավորել։ Իսկն այնքան բաներ կա, որ իրար հետ փոխկապակցելով անընդհատ կարող ենք հատկապես մշակութային ժառանգության հետ կապված հարցերը օրակարգում պահել։ Այս ձևաչափով աշխատելու պարագայում համակարգված աշխատելու պարագայում բարեբախտաբար գործընկերներ կան, թիմեր կան, որ զբաղվում են, բայց լուրջ համակարգում պետք է լինի եւ մեր երիտասարդությունը գոնե իր ներուժը այդ տեղեկատվությունը տարածման մեջ պետք է օգտագործի։ Եթե ինքը չի տիրապետում այդ կանոններին դրա մասին գրելուն, գոնե կիսվելով իր էջում ամեն մեկը տենց տարածելով իր ազեկվածության աստիճանը ավելի կբարձրանա։ Վերջերս մամուլում լուրեր են պտտվում, որ Հագայի դատարանը Հայաստանը ճանաչել է որպես Արցախի հուշարձանների իրավատեր։ Այս լուրերից հետո հասարակության մոտ երկու տեսակետ առաջացավ, ընդ որում եւ մեդիա սպառողի եւ վերլուծաբանների։ Առաջին դեպքում նրանք մտածում են, որ սա ճիշտ է, եւ երկրորդ դեպքում մտածում են, որ սա ճիշտ չէ եւ ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Եկեք վերջապես բարձրաբանենք եւ հասկանանք, սա հավասի ինֆորմացիա է, թե ոչ։ Ասեք, Հագայի դատարանում 2022 թվականին քննվել է այս դեպքը։ Կար միջանկյալ որոշում, որտեղ որ Ադրբեջանին նաև կոչ էր անում զերծ մնալ վանդալիզմի ցանկացած դեպքերից Արցախի թեկամարցանգոտում գտնող մշակութային ժառանգության նկատմամբ։ Այնուհետև տարբեր փաստաթղթեր ներկայացնելու ժամկետներ սահմանվեց։ 23 թվականին Ադրբեջանի, 24 թվականի հունվար Հայաստանի համար։ Վերջին հրապարակումները պաշտոնական կայքեջում Հագայի դատարանի եղան 24 թվականի նոյեմբերին։ Դրանից հետո նոր որևէ թարմացում դատարանի պաշտոնական կայքեջում չկա։ Ես կոչ կանեմ մեր գործընկեր լրատվամիջոցներին, գործընկերներին, որ նմանատիպ տեղեկատվություն տարածելուց առաջ մի քանի կարևոր սկզբունք հաշվի առնենք։ Հագայի դատարանը պաշտոնական կայքեջ ունի, կարող եք մտնել նայել այդտեղ։ Կարող եք նայել մասնագիտացված հարթակներ կան, որտեղ որ նման որոշումների մասին հրապարակումներ անում են, ասենք նույն Monuments Watch.org կայքը եւ այլն։ Բայց որպեսզի մենք ավելի վստահ լինենք, թե այլ գործընթաց այս թեմայի հետ կապված եղել է թե չէ, մենք համապատասխան ճանապարհներով, խողովակներով այս բոլոր հրապարակումները իմի բերելով ուսումնասիրելով փորձում ենք վերջի վերջո վերջնական հասկանալ, որտեղից է գալիս այս տեղեկատվության ակունքը եւ բնականաբար առավել հստակ պատասխան ունենալու պարագայում մենք Հայկական Լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ֆեյսբուքյան եւ տելեգրամյան հարթակներով վերջնական տեղեկատվությունը հրապարակելու ենք։ Բայց իմ հորդորը բոլոր գործընկերներին, հատկապես լրատվամիջոցներին այն է, որ հետևեք մասնագիտացված կառույցների դիտարկումներին, հրապարակումներին եւ ամենահեշտ տարբերակը ոչ միայն խոսքը Հագայի, այլ ցանկացած դատարանի, ցանկացած միջազգային կառույցի անունից շրջանառող ցանկացած որոշում, որը մեծ
էֆորիա է առաջացնում եւ մենք հասկանում ենք դրա պատճառը եւ դա բնական է, որտեվ լուրջ մտածող մարդ, որի համար Արցախի մշակութային ժառանգությունը, համես հայկական մշակութային ժառանգությունը կարևոր է, իր համար նման ցանկացած որոշում առաջի հերթին մտածում է, եթե նման որոշում ընդունեց, ուրեմն լուրջ իրավական լծակ է, որ կարող ենք օգտագործել։ Իրականում անգամ այն միջանկյալ որոշումները, որ ունի Հագայի դատարանը, դա եւս մեզ համար լուրջ իրավական փաստարկ եւ ոչ միայն, ասենք, նույն այդ Եվրոխորհրդարանի եւ այլ բանաձևերը, որոնք չնայած մի կողմից արողակարգային բնույթ են կրում, քանի որ պատժամիջոցները իրենց մեջ չեն ներառում, բայց դրանք իրավական ցանկացած փաթեթի հենքում լուրջ փաստագրական ապացույցներ են եւ վերջի վերջո մեր ձեռքի տակ հայտնվել են իրավական լուրջ խաղաքարտեր, որ երբ որ մենք տարբեր կառույցներում եւ մեր գործընկերները, Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները Արցախի հատկապես, երբ որ տարբեր հանդիպումներ են ունենում եւ նաեւ ես անձամբ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ նախկինում հանդիպումներ ունենում մինչեւ այդ դատական որոշումները, երբ որ խոսում ենք մշակութային ժառանգության մասին տարբեր զեկույցներ ենք ցույց տալիս, դրանք ասում են իսկ կա միջազգային որևէ բանաձև, որևէ որոշում այդ ժառանգության հետ կապված։ Բնական է այն ժամանակ, որ հիմնում ենք ընդհանրական բանաձևերի կոնտեքստի վրա, բայց երբ որ արդեն զուտ Արցախի վերաբերյալ բանաձևեր հայտնվեցին տարբեր խորհրդարաններում եւ այլ ձևաչափերով, մենք այդ խաղաքարտեր ունենք եւ այդ խաղաքարտերը պետք է օգտագործենք։ Եթե նման բովանդակությամբ նյութեր են տարածում, հարգելիներս, նշեք սկզբնաղբյուր, որտեղից եք վերցրել։ Եթե անգամ X իրավաբանի Twitter-յան գրառում է դա, կապ չունի օտարազգի է, հայ, տվեք իր հղումը, այլ խոշոր միջազգային լրատվամիջոցի է տվեք, դատարանի որոշում է տվեք, եթե չէ, ուրեմն գրեք, որ այսինչ թվականի որոշում կար այսպիսին, որ դեռ այս պրոցեսները պետք է անցնի։ Ինչքանով որ ես եմ տեղյակ, դատարանը վերջնական որոշում պետք է կայացնի։ Այս ժառանգության խնդիրների հետ կապված։ Մենք պետք է սպասենք այդ որոշումը պաշտոնական կայքեջում հայտնելուն ու հասկանանք ինչ բնութագրություն ունի, տարածենք ես նորից եմ կրկնում, մենք տարբեր միջոցներով փորձում ենք իսկությունը պարզելու այդ գրությունների, բայց դա չի նշանակում, որ Հագայի դատարանը այդ թեմայի որոշում չի կայացրել։ Դրա համար մենք միայն, եթե ասենք 100% կեղծ տեղեկատվություն են տարածում, կլինի, որ հերքում ենք Հագայի դատարանի դատական process-ները որտեղի ունեցել, ոչ, դատական process-ները տեղի են ունեցել, բայց այդ գործընթացի վերջնական հրապարակումը դեռ պաշտոնական կայքեջում չունի դատարանը։ Մենք հենց ունենանք այլ աղբյուրներից, այլ տեղերից հստակ պատասխան, մենք կհրապարակենք դրա մասին։ Եթե չլինի, մենք կհրապարակենք Հագայի դատարանի պաշտոնական կայքեջի վերջին նորությունների ցանկը, որտեղ հստակ երևում է դատարանի ինչ գործընթացներ է քննում, որպեսզի դարձյալ մեր հանրությանը պարզ լինի էությունը ինչու է կայանում։ Պարոն Ավանեսյան, եւս մեկ անգամ շնորհակալ եմ այս հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։